Գարսյան, շնորհակալություն զեկույցի համար, մեծ հաշվով հարցս, որ ճիշտ ձևակերպենք, Անթոնյանի հարցի շարունակությունն է, ինձ հետաքրքրում է իրական հատվածում տնտեսության։ Ինչ հնարավորություններ կան կենտրոնական բանկարևտրային բանկերին տա այնպիսի տոկոսադրույքով գումարներ, որ կարողանան ռիսկերը նվազեցնելով ի վիճակի լինեն երկար փողեր տրամադրելու բիզնեսին, որովհետև բիզնեսը կարծես մեծ կարիք ունի ներդրումների եւ մեծ հաշվով, եթե մենք տնտեսություն չսնուցենք, նաեւ ինքնանպատակ կլինի բանկերի աշխատանքը։ Այս իմաստով ինչ գործողություններ եք նախատեսում, ինչ է հնարավոր անել եւ երկրորդը Իրано-իսրայելական այս կոնֆլիկտը ինչ ռիսկեր է պարունակում մեր ֆինանսական հարաբերությունների, կենտրոնական բանկի գործառույթների վրա։ Շնորհակալություն։ Սկսեմ երկրորդ հարցից, որովհետև հենց երկրորդ հարցը, եթե մտցնենք տոկոսադրույքի մեջ, այդ գործոնա, որը բարձրացնելու է տոկոսադրույքը։ Այսինքն մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, մի տարածաշրջանում, որտեղ ռիսկերը անհամաչափ մեծ են, որի արձագանքը, եթե դուք նայեք տոկոսադրույքների արտահայտության մեջ, իրանք պիտի լինեն բարձր, ու մեր ամենակարևոր խաղաքարտը, որ մենք տարիներ շարունակ պնդում ենք ու կառավարությանը այդ ձեր հետ միասին անում ենք ու իրագործում ենք, այդ մակրոտնտեսական կայունությունն է։ Այսինքն մեր հիմնական այցեքարտը այսօր աշխարհում է տենա, որ այսօր փոթորկվող աշխարհում Հայաստանը մի կետ է, որտեղ մակրոտնտեսական կայունությունը շարունակաբար պահպանվում է։ Ունենք ցածր բյուջեի դեֆիցիտ, ունենք 50%-ից ցածր պետական պարտք, ունենք հարկաբյուջետային կանոն, որը չենք խախտում, եւ ունենք ցածր գնաճ։ Այսինքն դրանից ավելի լավ այցեքարտ, որը ֆունդամենտալ այցեքարտ է, դրա վրա արդեն պիտի արվի կառուցվածքային բարեփոխումները, ինֆրաստրուկտուրա, կրթություն, գիտություն, սպորտ, չգիտեմ, եւ այլն, որոնք պիտի նպաստեն, որ ինվեստիցիաները գան երկիր, բայց մենք այդ կառուցվածքային շերտը, որը որ ունենք, կա։ Իրանը շատ վտանգավոր է, մենք այսօր խորհրդի նիստ ունենք տոկոսադրույքը, գիտեք, որ անփոփոխ ենք թողել, հենց քննարկելով նաև Իրանի հետ կամ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, որը կարող է բազում սցենարներով հանդես գալ, շատ անկանխատեսելի ու շատ դժվար է այսօր ասել, թե վաղը ինչ կլինի։ Դրա համար ուշ-ուշով հետևում ենք, տեսնենք ինչ կլինի։ Իրական հատվածի հետ կապված ձեր հարցադրության պրոդուկտներով, որոնք հիմնականում շրջանառու միջոցների ֆինանսավորման համար են, եթե մենք անընդհատ փորձենք վարկային միջոցներով սնուցել տնտեսությունը, հա ստացվում է մեր մոտ։ Վարկերը փառք Աստծո ամեն տարի 20% աճում են։ Բիզնեսին տրվող վարկերը, արդյունաբերությանը տրվող վարկերը, բայց այդ մասնակցային բաժնետիրական կապիտալի գաղափարը պետք է գնալով զարգացնենք։ Այդ է լուծումը, որ ռիսկ կարողանանք կիսենք։ Շնորհակալություն, ես դա նկատի ունեի իմ մտքում, որ ինչ այլ պրոդուկտներ կան։ Այս պայդրության բորսան սկսել է աշխատել, այդ Թաբադուլը տեսակ Աբու Դաբիի ֆոնդային բորսայի հետ հարթակը ստեղծվեց Թաբադուլը, այսինքն համատարք է, որտեղ Աբու Դաբիից կարողանում են ներդրում անել հենց մեր բորսայում ու մեր միջոցով նաև Լեհաստան։ Ես այն օրը գործընկերներից մեկի հետ էի հանդիպում, որը մասնավոր բաժնամասնային այդ private equity ֆոնդ ունի ու իրանք էլ երևի թե մյուս տարի հնարավոր է, որ հանդես գան մեր բորսայում իրանց դրած պորտֆելը բաժնետոմսերի տեսքով կամ ինչ-որ մասնաբաժինների տեսքով իրացնելով, այսինքն նոր ֆինանսական պրոդուկտներ կհայտնվեն, որովհետև պարտատոմսերը ակտիվացել են, մյուսը պիտի լինի արդեն բաժնետոմսերի որոշակի ակտիվացում։ Շնորհակալություն։ Կարող եք զբաղեցնել ավելի շուտ, պարոն Գալստյան, նիստն ավարտվեց, մեր մոտ ընդմիջում է, կշարունակվի արդեն վաղը, որտեղ ժամը 4:30 արդեն